Այս տեսքն ունի այսօր Շիրակի մարզ տանող ճանապարհը։ Քաղաքացիներն ահազանգում են ճանապարհները աղ ու ավազով մշակված չեն։ Մերկասառույց է։ Այսպիսի տեսք էլ Երևան-Սևան ավտոճանապարհն ուներ ընդամենը 2 օր առաջ։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գրառումներին այն մասին, որ հանրապետության բոլոր ավտոճանապարհները շուրջօրյա ռեժիմով մաքրվում են, քաղաքացիները նման տեսանյութերով են արձագանքում։ Վարորդները գնում են մարզեր, թե խուսափում են նման պայմաններում ճանապարհ դուրս գալուց։ Որ մարզերում են հատկապես, որ ճանապարհներն են մի փոքր վտանգավոր այս օրերին։ Երկրորդական փողոցները, կենտրոնականները հալված են, կենտրոնականները նորմալ է, երկրորդական փողոցները շենքերի մեջ է բան, հետո սառույց, կատով, այնտեղ տիրություն առաջ չի։ Հիմնականում կենտրոնականներն են։ Ապարան օրինակ գնացել եք, այսքան ամենաշատը։ Տրասան լավ է, իսկ մեջերը չէ։ Տրասան լավ է, կարում ես գնաս։ Լիշնի ես չեմ վախենում, ես բան չունեմ։ Ուղղակի անփորձ վարորդներն են։ Ուղում են ջահելները, որ դնում են ոտները գազեն, չեն հասկանում, որ կատո կա, կապ չունի թազապարիշլիկը։ Կատո կա, սղում է, արագություն են ապրում, չեն հասնում, խփում են։ Պետք է ամեն դեպքում ավելի զգույշ լինել է։ Այո, պետք է մի քիչ անվտանգություն պաշտպանես, էլ ոնց ասած, համ քո, համ դիմացին է։ Էդ է, թե չէ անփորձներն են հիմնական, փորձառու վարորդները լավ չոտքի քշում են։ Հասկանալով, որ սառույց է, հանգիստ, նորմալ, ցածր սկորոստով նայած էլ տեղանք։ Բայց մարզեր գնալու պատվերներ ունենում եք այս օրերին, թե քաղաքացիները ամեն դեպքում խուսափում են այդ։ Դե ես երեք օրինակ աշտարակ գնացել եմ։ Աշտարակ գնացել եմ, եկել եմ։ Նորմալ։ Հալածա ճանապարհը կարում ես քշես։ Իսկ ավելի հեռու Լոռի, Շիրակ։ Այդ կողմերը չեմ գնացել երկու օրը։ Չեմ գնացել։ Որ լինի էլ կեթամ, հատկաց չունեմ, ես այդպես բան չկա ինձ։ Ես կարամ այդամ։ Ուղղակի միշտ մտավախությունա, որ դիմացինը չգիտես ով է։ Միշտ ուշադիր պետք է լինես զգուշ լինես, որ ես խամ ցամաք ասֆալտի վարորդները չեն հասկանում, որ սառույց է, մանավանդ առավոտները, երեկոյանները, ցերեկ էլի համ մի քիչ հալվում է։ Հաճախորդ չկա որ այդ համ, բայց որ լինի չեմ վախենում կգնամ։ Տեղյակ եք վիճակի մասին ճանապարհների Ասում են անցանելի է։ Տեղյակ եմ, ասում են անցանելի է, ճանապարհները նորմալ է։ Իսկ երկրորդական փողոցներում ինչ վիճակ կա ընդհանրապես մայրաքաղաքում էլ։ Ճիշտ է, տեղեր կա որ չեն մաքրում, բայց նորմալ է, вообще նորմալ։ Ես չեմ ընկճվում։ Հա, բացում են, նորմալ է, ամենը շնեղ է։ Հետևում եք, բայց լուրերով ընդհանրապես։ Հա, որ նորմալ է արդեն։ Բոլոր ճանապարհները բաց է։ Ուղղակի էլի տեղումներ ունենալու էլի։ Ես ամսավերջ եմ, ագարակ եմ գնալու, բայց ճանապարհները միշտ մաքրում են, նորմալ է, շատ լավ ճանապարհ։ Տեղակ եմ, որ մարդեն ուզում գային, բանտակից ոչ մի բան առաջ չի։ Որ հատվածով հենց։ Քուչակից հետ, միջի քուչակից սկսած։ Ուզում էին գալ չկարողացան։ Չէ։ Գետին դրսածը ոչ մի բան չեն ցանել։ Այդ ես չեմ գնացել, բայց զագեցի որ ուզում էին գային դե ձեր։ Մնացած տեղակ չեմ։ Ապարան լավ չէ, բայց մաքրում է։ Հա։ Հա։ Դուք գնացել եք։ Ես երեք չեմ իսորն եմ եկել։ Երեք չեմ իսորը սկսեցին մաքրել։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օրական մի քանի հաղորդագրություններ է տարածում ճանապարհներին ստեղծված վթարային իրավիճակների պատահարների մասին։ Հունվարի 1-ից մինչև այսօր փրկարար ծառայությունը մարզերի ավտոճանապարհներին տեղի ունեցած 5 վթարի մասին է հայտնել։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, սակայն 10-ից ավելի վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով։ Շուրջ 2 տասնյակ քաղաքացի է տուժել վթարների հետևանքով։ Նախորդին 2 խոշոր վթար է տեղի ունեցել։ Վայոց ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով 9 քաղաքացի է հոսպիտալացվել։ Արագածոտնի մարզում 12 ուղևորներից 3-ը։ Այսօր էլ 51-ամյա վարորդը Մեղրիի ճանապարհին մերկասառույցի պատճառով հայտնվել է ձնակույտի մեջ։ Այս պահի դրությամբ էլ հանրապետության տարբեր տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Փակ ավտոճանապարհներ կան։ Օդերևութաբանները զգուշացնում են այսօր գիշերը հանրապետության բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում։ Վաղը ցերեկը եւ առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը էականորեն կփոխվի։ Հայ հիդրոմետրի կանխատեսումների համաձայն հունվարի 8-ից 9 ընկած ժամանակահատվածում միջերկրական ծովից տակ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի հետ համեմատ կբարձրանա 17-ից 20 աստիճանով։